Հեռախոսս վերցրել եք, համակարգիչս վերցրել եք, չեք թողել Քարոզարշավի վերջին օրը իրավապահների ձեռքը հասավ նաև 4-րդ իշխանությանը։ Արմաթ մեդիայի խմբագրակազմը ստիպված էր ընդհատել ստեղծագործական աշխատանքը եւ հենց եթերի ժամանակ դիմավորել անսպասելի ժամանած ԱԱԾ-ի եւ Քննչականի աշխատակիցներին։ Ես ուզում եմ բոլորդ ֆիքսեք, իրենց հետ բերել էին կրիչ, որը միացրել են մեր աշխատանքային համակարգչին, եւ ես այսպես հեռու կանգնած տեսնում էի, թե համապատասխան աշխատակիցը ինչպես է մտել Արմաթ մեդիայի աշխատանքային տելեգրամյան չաթ եւ այնտեղ ուսումնասիրություններ է անում, ավելին ինչ որ համակարգեր էր միացնում, անջատում, հա։ Անմիջապես արգրավել են լրագրողների անձնական հեռախոսներն ու մեդիայի աշխատանքային հեռախոսը, համակարգիչները։ Ասել են, որ գործողություններն իրականացնում են բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափով փողերի լվացման վարույթի շրջանակում։ Այսպես ասած ոսկոր էինք ԿՊԱ-ական իշխանության կոկորդին, բայց փաստորեն ընտրություններից առաջ կասեցնում են, պարալիզացնում են մեր աշխատանքը, որովհետև տեսնում եք մենք ընտրություններին ընդառաջ ինչով ենք զբաղված, այնինչ մենք պետք է նախապատրաստվեինք լուսաբանումներ։ Քննիչները մյուս լրագրողներին չթույլատրեցին նկարահանել տեղի ունեցող գործողությունները, իսկ իրենք հիմնականում սենյակից սենյակ էին անցնում ոչ թե միջանցքով, այլ պատշգամբով։ Դուրս եկեք, սա գործողության սենյակ է, քննչական գործողություն է կատարվում, այստեղ դուրս եկեք։ Ավելի ուշ Արմաթ մեդիայի խմբագրություն ժամանեցին նաև ոստիկանական ուժեր։ Այս ընթացքում Արմաթ մեդիայի լրագրողներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։ Բացի այդ գլխավոր խմբագրի խոսքով ուժայինները ստուգել էին նաև մոնտաժողների համակարգիչները, հասանելիություն ստացել լրատվականի ամբողջ արխիվին։ Տանում են մեր մոնտաժողների համակարգիչները, դա վերջին նշույլն էր, որ մենք կարող էինք աշխատել, բայց ստացվում է այլևս չենք կարողանալու աշխատել։ Ես մի բան կարող եմ ասել, որ մոնտաժողների համակարգչում բավականին շատ նյութեր կան, կապված 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու, նրանց բնակեցնելու այստեղ ռեպորտաժներ կային պատրաստի, հետաքննություններ կային, եւ ես կարծում եմ, որ այո, դա էր հենց պատճառը եւ այդ համակարգիչներն էլ իրենց պետք էր, ոչ թե օրինակ իմ անձնական հեռախոսը։ Այս գործողություններից հետո առանց աշխատանքային տեխնիկայի Արմաթ մեդիան այլևս հնարավորություն չունի շարունակելու աշխատանքը, հայտարարեց խմբագրակազմը, ընդգծելով, որ սպասում են իրավապաշտպան կազմակերպությունների, դեսպանատների արձագանքին։ Մանուշակ Մելքոնյան, Էպիկենտրոն։